Ողջույն, հարգելի հայրենակիցներ, Հայք News լրատվականի ուղիղ եթերում ենք հաղորդաշարն է, իսկ հյուրս այսօր բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանն է։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան, հրավերս ընդունելու համար, ուրախ եմ, որ գալով Երևան ընդունեցիք հրավերս, հարցազրույցին։ Պարոն Մարտիրոսյան, ուզում եմ հետևյալ հարցից սկսենք, տեսեք, Հայաստանի իշխանությունները, նրանց այսպես քարոզչական բոլոր լրատվամիջոցները օրնիբուն հայ ժողովրդին ուզում են ապացուցել այն մասին, որ արտաքին քաղաքական դաշտում այնինչ անում է այս իշխանությունը, անում է կատարյալ ճշգրտությամբ։ Բոլոր քայլերը համարում են նրանք ձեռքբերումներ։ Օրինակ, եթե Տավուշում հողեր են տալիս, ապա դա ձեռքբերում է, որտեղ խաղաղության ընդառաջ քայլ է։ Եթե Ադրբեջանի հետ այժմ պատրաստում են խաղաղության պայմանագրի, դարձյալ դա մեծ քայլ է, ինչպես եւ մեծ քայլ են համարում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս ընթացքը։ Իդեպ մեծ քայլ են համարում, դրական ձեռքբերում են նաև համարում հայ-ռուսական հարաբերություններ, այսինքն չհարաբերություններ կարելի ասել, չգիտեմ, գնացող այս կոշտ ավելի կոշտացող այս բառամթերքը, որ օգտագործում է, դա եւս համարում են հաջողություն, ասում են այ մենք ֆորպոստ չենք դառնա եւ այլն։ Հիմա ես հարցս հետեւյալն է, պարոն Մարտիրոսյան, ձեր գնահատականը գլոբալ առումով այսպես ընդհանուր հա կուզեմ իմանալ, ի վերջո մենք գործ ունենք ձեռքբերումների հետ, իդեպ Փաշինյանը օրերս ասել էր, մենք պետք է անխոցելի դարձնենք մեր պետությունը եւ մենք ընթանում ենք այդ ճիշտ ճանապարհով, այդ ճիշտ աշխատանքն ենք իրականացնում։ Հիմա վարվող քաղաքականությունը ձեռքբերումների քաղաքականություն է, թե մենք գործ ունենք ստի, կեղծիքի եւ Հայաստան պետությունը ուղղակի ամեն օր կործանման տանող քաղաքականության հետ։ Խնդրեմ, պարոն Մարտիրոսյան։ Դե PR-ի տեսակետից իրանք միշտ էլ ասել են, որ հաջողություն է, իրանք Ղարաբաղն էլ հանձնեցին, ասին, որ դա հաջողություն է, որ դա շատ կարևոր էր, որ պետք է 30 տարի ճիշտ քաղաքականություն չի եղել, եթե Ղարաբաղը չլիներ, արդեն այլ երկիր էինք ունենալու եւ այլն, ամեն մի քայլը իրանք ներկայացնում են որպես հաջողություն, բայց հաջողությունը դու պետք է միշտ նայես տեսնես ազգային շահերը, ազգային շահերը ինչպես են ձևակերպվում, ինչպես են մեկնաբանվում եւ ինչ կոնսենսուս կա այդ շահերի շուրջ եւ արդյոք նպաստում են այդ շահերի իրանց արած քայլերը եւ ես կարամ ասեմ միանշանակ որ ոչ չեն նպաստում որովհետեւ պարոն Փաշինյանի ներկայացրած այդ անվտանգության ուրեմն ուղին որ ինքը բռնել է միանշանակ տանելու է ավելի ծանր վիճակի ինչու որովհետեւ եթե դու նայում ես մեր տարածաշրջանին եւ պատկերացնում ես այս տարածաշրջանը որպես Middle Եվրոպա, այսինքն Սլովակիայի եւ Ավստրիայի արանքում գտնվենք, միգուցե եւ իր ասածը կաշխատեր, բայց մեր ռեգիոնում դա չի աշխատելու, ինչու, որովհետեւ մենք ունենք ավելի ագրեսիվ եւ իրանք չեն ཐակցնում իրանց ագրեսիվ ծրագրերը, հարևանություն, որտեղ դու պետքա առաջի հերթին հույսը դնես քո վրա Եվ հետո կոալիցիաների եւ ալյանսների ձևով ուժեղացնես քո դիրքը, իսկ ինչ անում ինքը մի պարտների հետ չաշխատեց, չստացվեց եւ ինձ թվում է որ ոչ էլ կարար աշխատեր, հա, այդ հարաբերությունները, հրաժարվում ենք դրանից, պետքա բերենք նոր պարտներ, որը որ պետք է մեզ ապահովի, դա ինչին անմանվում, դա նմանվում է նրան, որ մենք նորից հույսը դնում ենք ինչ որ երրորդ ուժի վրա, որը որ պետք է գա եւ ամենակարևոր մեզ համար անվտանգության դիլեման լուծի մեզ համար։ Փոխում ենք մեկին մյուսի վրա եւ դա է որ սխալ է, որովհետեւ դու ինքդ պետքա պատրաստ լինես առաջ երթին պաշտպանել քո անվտանգության շահերը։ Եթե դու պատրաստ ես դա անել, ոչ մի երրորդ ուժ քո համար չի գա եւ դա չի անի։ Դա աքսիոմա է։ Եվ եթե մենք այդ աքսիոման չենք կարողացել հասկանալ արդեն 100 տարուց ավել առնչվում ենք այդ խնդրի հետ, ուրեմն մենք դասեր չենք քաղել պատմությունից։ Իսկ ինչ վերաբերվում է ուրեմն այդ մոտեցմանը, որ հաջողության են իրանք ասել, ես կասեմ, որ այո, ինչ վերաբերվում է Թուրքիային, այդպիսի հարաբերություններ երևի Թուրքիան երբեք չէր էլ երազել ունենալ մի առաջնորդ Հայաստանում, որը որ պատրաստ է ամեն ինչ անել առաջի իրանց պահանջով։ Ինչ պահանջում են անում է։ Հələ մի բան էլ ավել, ես ինձ որոշ բառերին թվում է, որ հենց ինքն է առաջնորդում, ինքն է դիմում, ասում է, «Էլ ինչ անեմ, որ
վստահ եք ինձ, որ մենք կարողանանք առաջ շարժվենք ձեզ հետ միասին։ Եվ այդ ցուցակը պահանջների շատ մեծ է ադրբեջանական եւ թուրքական։ Դրա համար տեսնում եմ ձեզ մոտ Կլաուզվիցի գիրքը կա։ Կլաուզվիցը ասում էր քաղաքականությունը, պատերազմը շարունակությունն է քաղաքականության, հա։ Իսկ ես ասում եմ, եթե պատերազմը շարունակությունն է եւ այս պահին քաղաքականությունը բավարարում է իրեն չայր, ինչի դիմեն պատերազմին։ Ինչի գնան այլընտրանքին, այսինքն պատերազմին, եթե ունեն դեմս Փաշինյանի պարտնյոր, որը որ պատրաստ է բոլոր իրանց ուզածը ասածը անի։ Նույնիսկ սահմանադրությունը փոխելը Այ հիմա եկեք դա իր համար կարևոր պահ է։ Ինչու, որովհետև Ալիևը ասել է, որ սահմանադրությունը միջով չփոխեք, ես չեմ կարողանա ոչ մի պայմանագիր ձեզ հետ կնքել։ Տեսեք, պարոն Մարտիրոսյան, եկեք հիմա անդրադառնանք, թե ինչ են պահանջում երկու թուրքական եւ ադրբեջանական կողմերը Հայաստանից եւ ձեռքերը վեր պարզած պատրաստվում է իրականացնել այս իշխանությունը։ Այո, դուք ճիշտ հիշեցրեցիք սահմանադրության հանգամանքը։ Հիշենք ուղղակի 2021 թվականին, 20 թվականի պատերազմից անմիջապես հետո Ալիևը սկսեց շրջանառության մեջ դնել այդ հանգամանքը, որ Հայաստանի սահմանադրությունը խոչընդոտում է բարեկամական հարաբերությունների կարգավորմանը։ Եվ նաև Թուրքիան եւս եւ արդեն 2 տարուց ավել է շրջանառվում է այդ թեման։ Եվ հիմա մենք նկատեցինք դրանից անմիջապես հետո, որ այդ նույն թեման որսած նաև այս իշխանությունը, այսինքն այո, համաձայն ենք եւ տեսեք ինչպես են ներկայացնում։ Փաշինյանը ուղերձում իր սահմանադրության օրվան նվիրված էր։ Ուղերձում հայտարարեց, որ մենք պետք է ունենանք մի սահմանադրություն, որին այո կասի ինքը ժողովուրդը եւ ժողովուրդը կլինի այդ սահմանադրությունը ընդունած, ուզում է ասել անցած տարիներին այդ սահմանադրությունը մի տեքստ էր, որ վերեցին դրեցին ժողովրդի դիմաց, նա ուղղակի աչքերը փակ ստորագրեց, իսկ հիմա պիտի ժողովրդի ծոցից դուրս եկած սահմանադրություն ունենալ։ Այս խապկանքին կուզենամ անդրադառնալ եւ ես հիմա նաեւ դուք ձեր խոսքը իհարկե ասեք, այս կեղծ սահմանադրության կեղծ այդ փոխելու այդ կեղծիքի տակ ինչ է իրականում պատրաստվում անել թշնամական երկու պետությունները։ Պարոն Մարտիրոսյան, խնդրեմ։ Դե ինքը չի ասում կոնկրետ որ մասերը որ ներկա սահմանադրության որ մասերը որ չի բավարարում, հա, ինչից է ինքը դժգոհ։ Մենք գիտենք Ալիևը ինչից է դժգոհ։ Ալիևն ասում է, տարածքային ամբողջականությունը խաթարում է ձեր ես նկատի ունեմ Փաշինյանը չի ասում, չէ, ինչն է կոնկրետ, որ պետքա փոխվի սահմանադրության։ Ինքը ասում է, որ սահմանադրությունը պետք է փոխվի, որովհետև չի համապատասխանում ժողովրդավարական այդ կամքի դրսևորմանը, հա, ժողովրդի կողմից։ Լավ, ասենք թե ընդունեցինք այդ ես ինչ եմ համարում, որ դա կեղծ է։ Եվ դեմագոգիա է, ժողովուրդ եւ ժողովրդավարություն այդ կապակցությունը շահագործելով առաջ տանել իր ուրեմն օրակարգը։ Ինչու՞։ Որովհետեւ եթե մենք նայենք եվրոպական երկրներից անցած դարվա վերջից, հա, նայենք իրանք սահմանադրությունները ինչպես են ընդունել, այո, ֆրանսիական 5-րդ հանրապետությունը 58 թվին ընդունեցին սահմանադրություն եւ այդ սահմանադրությանը մասնակցեց մոտ 82%-ը բնակչության եւ 75%-ը կողմ քվեարկեց։ Նայենք Իսպանիան 78 թվին նոր սահմանադրություն, Ֆրանկոյի ուրեմն այդ իշխանության վերջը եկավ նոր սահմանադրություն էր, ժողովրդավար երկիր կերտվեց, 78 թվին 67%-ը մասնակցեց, մոտ 80%-ը կողմ քվեարկեց։ Հիմա եթե մենք նայենք վերջի քվեարկությունները Հայաստանում ինչա տեղ ունեցել, մենք ունենք 50-ից պակաս մասնակցություն եւ այդ 50-ի կեսն է որ քվեարկելա կողմ ԿՊ-ին, այդպես է փաստորեն ուրեմն ինքը ունի 25%-ը։ Այս պահին կարող է հələ ավելի նվազած լինի, այդ ուներ վերջի։ Ուրեմն ես հիմնված այդ մեր փորձի վրա կարամ ենթադրեմ, որ սցենար, որտեղ 50-ից ավելի քիչ մարդ կգա կմասնակցի, շատ հավանական է։ Հիմա 50-ից ավելի քիչ եթե եկավ եւ դրա կեսը նորից քվեարկեց, 25%-ը դա ժողովուրդ է։ Էլ չեմ ասում նրա մասին, որ իրանք ում են համարում քաղաքացի, հա, ով այդ ժողովուրդը։ Այդ ժողովուրդը միայն այն մարդիկ են, ովքեր որ բնակվում են Հայաստանում, թե Հայաստանի հանձնագիր ունեցող մարդիկ են։
ովքեր են որ պետք է գան եւ ցույց տան իրանց աջակցությունը նոր այդ համանության։ Մեկ։ Երկրորդը, ասենք թե դրսում մենք ունենք համարյա թե 1 միլիոնից ավել մարդ։ Իրանք մասնակցելու են, թե իրանք ժողովուրդը չեն։ Եվ եթե ինքը ասում է որ ժողովրդի կողմից է լինելու, նույնիսկ եթե ունենանք ֆրանսիական տարբերակը, 80% եկան, որը շատ անհավանական է, 80% եկան մասնակցեցին, 75% քվեարկեցին կողմ, ես հարց եմ տալիս, արդյոք այն 20%-ը ժողովուրդ չի։ Որովհետև ոչ Ֆրանսիայում, ոչ Իսպանիայում ոչ մեկ չէր ասում, որ սա ժողովրդի սահմանադրությունն է եւ այլն, ասում են մեծամասնությունն է։ Եվ ժողովրդավարությունը մեծամասնության մասին է, ոչ թե ասես որ ժողովուրդը մեր կողմից է։ Բա այն 75%-ը որ քեզ ձայն չի տվել կամ դեմ է քվեարկել, նրանք ժողովուրդ չեն։ Ով է ժողովուրդը։ Այսինքն դա տարական մանիպուլյացիա է եւ ինքը առաջ է տանում այդ իր պատկերացրածը, որովհետեւ ինքը ուզում է թաքցնի, որ ինքը անում է այն ինչ որ պահանջում է ադրբեջանական կողմը։ Փաստորեն դրա այդ գործ ունենք, այսինքն թուրք-ադրբեջանական տանդեմը հերթական անգամ։ Այո, եթե իրանք անկեղծ լինեին, նա էլ կատարում։ Իրանք չեն եկել ախր իշխանության 18 թվին, այդ օրակարգով, որ իրանք պետք է գան եւ նոր պետություն ստեղծեն, նոր հանրապետություն պետք է։ Ոչնչացնելով երրորդ հանրապետությունը։ Հա, իրանք չեն եկել այդ, այսինքն իրանք ոչ մեկ այդ իրանք սիրում են այդ բառը մանդատը, այդ իրանք ձև մանդատ ոչ մեկ չի տվել։ Իսկ ինչպես ենք մենք հասկանում տվել են թե չէ, դու ելույթ ես ունենում, ծրագիր ես ներկայացնում եւ հետո այդ ծրագիրը պետք է իրականացնես, չէ՞, դա Պարոն Մարտիրոսյան, ասում են իրավիճակ է փոխվել։ Հա, իրավիճակը փոխվել, ուրեմն փոխվեց իրավիճակ, դրա համար մենք մեր կառավարության ծրագիրն էլ չենք կարող։ Տեսեք, իրավիճակը փոխվել Ֆրանսիայում հրաժարական է տալիս վարչապետը։ Իրավիճակը փոխվել, լրիվ ուրիշ ձև քվեարկեցին, վարչապետը հրաժարական է տալիս։ Դա հասկանալի է, չէ՞, եթե դու չես կարող անել այն ինչ որ անում ես, իսկ այդ իրանց ասածը նմանվում է ժամանակին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բենջամին Դիզրայելին, երբ որ բյուջե էր ներկայացնում իրենց պարլամենտում եւ պարզվեց, որ մեծ ճեղք կա բյուջեում, իրան հարցնում էին, այս ինչա կատարվում, ասում էր իրադարձություններ են փոխվել։ Այսինքն իրադարձություններ են փոխվել, բայց չընդունվեց այդ ժամանակ այդ դիրքը, հա, Իսրայելի։ Բայց Հայաստանում անցնում է դա։ Ուրեմն կարաս ասես, որ իրավիճակը փոխվել, դրա համար ես կարամ օրակարգը փոխեմ։ Եվ իդեպ ժողովուրդն էլ ասում է, դե ժամանակ տանք, մարդիկ իրավիճակ են փոխել։ Այսինքն ես ուզում եմ ճշգրտություն։ Երբ որ ասում եք ժողովուրդն է ասում, դա ինձ համար ընդհանրապես անընդունելի է։ Ասում են որոշ մարդիկ ասում են դա։ Բայց ժողովուրդը դա մի բան չի, հա, միավոր չի, որ կարողանա ինչ-որ մի բան ասի։ Կան ներկայացուցիչներ, որոնք որ ասում են, ես չեմ բացառում նաև որ դա իրանց կողմնակիցներն են, որոնք դա ասում են, կամ գտնում են մարդկանց, որոնք որ աջակցում են կուսակցությանը, դա ասում են։ Պետք չի ժողովուրդ, ես չեմ ուզում որ մենք իրանց նման օգտագործենք այդ ժողովուրդ բառը։ Ժողովուրդը ունի տարբեր սեգմենտներ, տարբեր շահեր, տարբեր պատկերացումներ իրավիճակի մասին։ Շատ լավ, հասկանալի է, պարոն Մարտիրոսյան, անցնենք առաջ, տեսեք, հիմա մի այլ կեղծ օրակարգել են մեջտեղ բերել հակառուսները, որոնք իդեպ Նիկոլ Փաշինյանի արտախորհրդարանական այդ շրջապատն է, եւ կարելի ասել ուղղակիորեն նրանք իհարկե խորհրդարանում ներկայացված չեն, բայց ուղղակի նրա խորհրդատուներն են, եւ նրանց իսկ առաջարկով ԵՄ անդամակցության, Հայաստանի ԵՄ անդամակցության հարց է մեջտեղ բերվել։ Ես երբևէ չեմ լսել, որ Եվրոպայից նման ցանկություն, նման օրակարգ, բայց այս մարդիկ դրել են այդ օրակարգը, բավական լուրջ, ասում են, գնում ենք հանրաքվեի։ Այստեղ լուրջ վտանգներ են տեսնում շատ շատերը, մտածելով, որ այդ հանրաքվեն կօգտագործի, որ ինչպես ասում են ժողովրդական խոսքով ասած, կսղացնեն այլ կետեր, որով ժողովուրդը չհասկանալով, մարդիկ ասեն գնալով, քվեարկելով, կարող են քվեարկել մի փաստաթղթի տակ, որը ուղղակի Հայաստանի համար կործանարար կարող է լինել։ Ինչ կասեք այս ԵՄ անդամակցության շուրջ ստեղծված այս մեծ բումին, հա, այնտեղ հիմա ես 1-2-ից էլ մեջբերում կանեմ, թե իրենք ինչպես են պատկերացնում Հայաստանի ապագան, խնդրեմ։ Ես միայն կարամ ասեմ, եկեք նայենք, տեսնենք մեր հարևանների փորձին, հա, կա Վրաստանը, կա Ուկրաինան ի վերջո, կա Ռուսաստանի վերջերիս այս դիրքորոշումը, հա, բանակցային բանով Ուկրաինայի հետ կապված, որտեղ ռուսական կողմը ասում է, մենք դեմ չենք, եթե իրանք անդամագրվեն բանում Եվրոմիությանը։ ՆԱՏՕ չպետք է լինի, բայց Եվրոմիությանը խնդրեմ, թող անդամագրվեն։ Այսինքն, այստեղ խնդիրը ոչ թե Ռուսաստանն է խոչընդոտող,
այլ հենց Եվրոմիությունն է, որը պետք է կողմնորոշվի, իրանց պետք են այս տարածքները, Ուկրաինան իրանց պետք է չի Ուկրաինան, Վրաստանը իրանց պետք է, պետք չի 27 երկիր ոնց են իրանք գալու կոնսենսուսի եւ այդ ինչ ընթացք է եւ ինչ ալնելու։ Այսօր միայն ցանկություն ունենալը դա բավարար չի։ Հետո երբ որ իրանք ասում են մենք Եվրոպա ենք ձգտում եւ այլն, ինձ համար պարզ է, որ եթե նույն գործիչները հիմա այսօր գտնվեին Վրաստանում, իրանք կհայտնվեն այդ իրանք նոր ընդունված օրենքի բանով, իրանք կարգավիճակը կլներ գործակալ։ Որովհետև մենք գիտենք այդ մարդիկ որտեղից են սնվում, ով է այդ օրակարգը առաջ տանում եւ այլն։ Հիմա կներեք, ես կարող եմ Տիգրան Խզմալյանին, ասեք, խնդրեմ, Ես ասում եմ, որ Հայաստանի նման փոքր երկիրը, որը որ պետքա ունի շատ լուրջ անվտանգության դիլեմա, պետք է շատ լուրջ նայել ինչա տեղի ունենում, հա, այս տարածաշրջանում եւ մեզ պետք չի թշնամացնել ոչ մեկին։ Ոչ Միացյալ Նահանգներին, ոչ Եվրոպային, ոչ Ռուսաստանին։ Մենք պետք է անենք այն, ինչ որ բխում է մեր շահերից, ազգային շահերից։ Բայց ինչպես դա անել։ Եվ դա նշանակություն չունի, ինձ համար նշանակություն չունի Իրանը խոսքի օրինակ ժողովրդավար երկիր է, թե ոչ։ Եթե Իրանի հետ ես կարող եմ գտնել ինչ որ տարբերակներ, որոնք որ նպաստում են իմ ազգային շահերին, ես պետք է գրամ այդ քայլերին։ Նույնը վերաբերվում է բոլոր այլ երկրներին։ Միայն այդ ձև։ Իսկ իրանց պատկերացմամբ կա մի ճամբար, պրոգրեսիվ ճամբար, քաղաքակիրթ ճամբար եւ այլն, որին պետք է մենք անդամագրվենք եւ մեր բոլոր հարցերը այդպես կլուծվեն։ Դա նույն անհետեցությունն է, որը որ կարող է 18 թվին Հայաստանում 1918 թվին Հայաստանում բոլշևիկները ունեին, հա, որ բոլոր խնդիրները կլուծվեն, եթե մենք դառնանք կոմունիստական այդ բանի ճամբարի ուրեմն անդամ եւ այլն եւ այլն։ Ոչ, մեր բոլոր խնդիրները կարող լուծվեն միայն եթե մենք ունենանք ազգային պետություն, որը որ կունենա ազգային օրակարգ։ Տեսեք հիմա ինչ են ասում հակառուսները, մասնավորաբար հակառուսներից մեկի խոսքն եմ ուզում հիմա ցիտել, Տիգրան Խզմալյան, ասում է Հայաստանը Եվրոպա է, հարավ-արևելյան Եվրոպա, մեր տարածաշրջանը ոչ թե Թուրքիա, Պարսկաստան եւ Ադրբեջանն է, այլ Հայաստանով, Վրաստան, Սևծով դեպի Եվրոպա, դա մեր քաղաքական աշխարհագրությունն է եւ սա է մեր ապագան։ Եվ շարունակում է հետեւյալը, Հայաստանում չպետք է լինի ռուսական ռազմաբազա, ասում է մի քանի օրից օդանավականից դուրս կգան ռուսական չեքիստները, Գյումրիի բազան, որը աշխարհի ամենամեծ ամերիկյան որբանոցն է եղել, հիմա պիտի դառնա ամերիկյան բազա, Սյունիքում պետք է լինեն ֆրանսիական բարեկամական զորքեր, ռուսներն այլևս այստեղ չեն լինի, ինչպես կասեր Պանիկովսկին հայտնի ֆիլմի Ծափ։ Հա, դե եթե Ինչ է սա, պարոն Մարտիրոսյան, այս մարդիկ ինչ սցենար են նախատեսում մեր երկրի համար, սա իրատեսական Դե Ռուսաստանը դուրս մղել տարածաշրջանից դա պարզվում ծրագիրն է, հովանավորողը, հա, այդ բանի հետ։ Եթե ինքը իր գաղափարները լիներ, ինքը չէր կարողանա նույնիսկ շատ հասարակ ինչ որ դեբատում պաշտպանել այդ դիրքերը։ Ինչու՞, որովհետև եթե մի մարդ ասում է, որ եվրոպացի գալու են, ամերիկացի գալու են եւ այլն, նա պետքա ոչ թե իր ցանկությունների մասին խոսի, այլ իրականության մասին։ Արդյոք դա հնարավոր է։ Առաջին, երկրորդը, դուք ասացիք, եթե լիներ Վրաստանում որոշ մարդիկ միանշանակ Վրաստանում ինքը արդեն ստանալու էր այդ ստատուսը։ Օտար գործակալ, միանշանակ։ Օտար շահերի սպասարկում։ Այո, իհարկե։ Իսկ Հայաստանում դա հնարավոր է, Հայաստանում դա շարունակվում է դեռ։ Հիմա խոսքս ինչի մասին է։ Տեսեք, ինքը ասում է, որ մենք Եվրոպա ենք եւ այլն։ Ոչ, մենք չենք գտնվում, ելի եմ ասում, կրկնում եմ, մենք չենք գտնվում Ավստրիայի եւ Սլովակիայի ինչ որ հարևանությամբ։ Մենք գտնվում ենք այս տարածաշրջանում, որտեղ մեր հարևաններն են Պարսկաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանի հետ հարաբերություններ ունենք, չնայած սահման չունենք, եւ Վրաստանը։ Էսա մեր տարածաշրջանը։ Ուղեղում մեխված են միտքը, որ կարող ենք թշնամանքը կառավարել, պարոն Մարտիրոսյան։ Չէ, իրանք ուզում են որ երրորդ ուժը գա եւ մեզ համար այդ բոլոր հարցերը լուծի։ Ինչ ասում Խզմալյանը։ Ասում է, որ ռուսներին պետք է հանենք, որ ամերիկացիք եւ ֆրանսիացիք գան եւ իրանք մեր անվտանգության դիլեման կլուծեն։ Կեղծ, որովհետեւ ժողովրդավարական երկիր ենք, իսկ նրանք բարձր են գնահատում։ Ես չեմ ուզում նույնիսկ վերադառնալ պատմական փորձին, խոսել Կիլիկիայի մասին, որտեղ ֆրանսիացիք եկան եւ հետո լքեցին, Թուրքիայի հետ պայմանավորվեցին եւ լքեցին գնացին։ Ես չեմ ուզում նույնիսկ այդ օրինակներին վերադառնալ։ Ես ուղղակի ասում եմ, որ իր ասածը անհետեցությունն է, թող մի հատ քարտեզը բացի եւ նայի որտեղ է գտնվում Հայաստանը
եւ ինչ շահեր ունեն Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում, Եվրոպան եւ այլն։ Եթե իրանք չունենային այդպիսի լուրջ շահեր, իրանք այսօր չեն զբաղվի Ալիևի ուրեմն ռեժիմը ինչ որ ձևով պահելով եւ որովհետեւ Ալիևը իրանց շահերը բավարարում է վերջացա Դե տեսեք, ԵՄ դեսպանը Հայաստանի համար ասում է ժողովրդավարության մեծ առաջընթաց ունեցող երկիր է։ Հայաստանն այսպես է անվանում։ Սրանով ոգևորում է այս իշխանություններին։ Փաշինյանն էլ ասում է ժողովրդավարությամբ մենք մեր անվտանգության հարցերը կլուծենք, բայց այդ նույն արևմուտքը Միացյալ Նահանգները, հանձին Միացյալ Նահանգների գնում եւ Ադրբեջանի հետ բռնապետական Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինք է կնքում։ Ի վերջո այս ամբողջը Հայաստանի իշխանության աչքերը չի բացում, եթե իհարկե մենք գործ չունենք միտումի հետ։ Ինձ թվում է որ այդտեղ միտում է իհարկե, որովհետեւ անհնար է որ իրանք չտեսնեն եւ չհասկանան ինչա տեղ ունենում։ Իրանք պատրաստ են ուղղակի այդ խաղը խաղալ, ասել մենք ժողովրդավար ենք, այո։ Մենք ժողովրդավար ենք ինչու, որովհետեւ հակառուսական դիրք է զբաղեցնում հիմա եւ դա Ուրեմն եկեք կանոնները ճիշտ ասենք, մենք հակառուս ենք ուզում լինել, ոչ թե ժողովրդավար։ Ժողովրդավարության հետ դա ընդհանրապես կապ չունի, ել եմ ասում։ Ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է։ Ստեղ մենք ունենք 25% ձայն ստացած իշխանություն, որը որ զավթել է բոլոր 3 իշխանությունները, այսինքն մենք հանրապետություն էլ չենք այս բային։ Մենք հանրապետություն էլ չենք, որովհետև հանրապետությունը սկսվում է այդ 3 տարբեր իշխանությունները առանձնացնելուց եւ բալանսավորելուց։ Ոչ ես չգիտեմ նույնիսկ ինձ թվում է որ ես միանշանակ կարամ ասեմ որ այս բային նույնիսկ դատական համակարգը գտնվում է ամբողջությամբ իրանց վերահսկողության տակ։ Եվ դուք չեք սխալվի։ Դե իսկ ինչ են ասում դրսից եւ ինչու են դա ասում։ Դա մի այլ հարց է։ Եկեք նայենք, տեսնենք իրանք, եթե իրանք ստեղ ժողովրդավարություն են գտել եւ ժողովրդավարությունն է, արժեքն է իրանց համար կարեւոր, միշտ այդ հարցը կա, բա ել ինչ եք Թուրքիայի հետ խոսքի օրինակ կամ Ադրբեջանի հետ շարունակում այդ հարաբերությունները, որովհետեւ շահեր ունեք։ Շահերն են կարեւոր, ոչ թե արժեքները։ Իսկ մեր իշխանությունները այդ թեզը միջև նույնիսկ չեն էլ հասկացել այդ թեզը։ Ես գիտեմ խորհրդատուները ովքեր են իրանց տալիս այդ թեզերը ժողովրդավարության հետ կապված։ Այո, կա թեզ, որը որ իմջալոց միջև վերջ հիմնավորված եւ բան չի, հա, հիմքում նույնիսկ թերի ինչ որ բաներ կան, բայց թեզը հետեւյալն է, որ ժողովրդավարությունները երբեք չեն պատերազմում իրար հետ։ Այո, եթե մենք գտնվենք Սլովակիայի եւ Ավստրիայի միջև եւ լինեինք ժողովրդավարություն, ժողովրդավարությունը կլներ մեր անվտանգության իրոք շատ կարևոր գործիքը։ Բայց ելի եմ ասում, մենք լրիվ ուրիշ տարածաշրջանում ենք գտնվում։ Եվ մենք չունենք ժողովրդավարություն, ել ինչ ասած մեր հարևանների մասին։ Այսինքն այդ թեզը չի աշխատում, իրանք վերցրել են ինչ-որ տեսական մոտեցում, բերել են, փորձում են ստեղ ինչ-որ ձևով օգտագործեն, որ ժողովրդավարությունը իբրև դա անվտանգություն ապահովում, ոչ։ Պարոն Մարտիրոսյան, ես կուզեմ հասկանանք մի հատ Ամերիկան ինչ քաղաքականություն է այստեղ իրականացնում։ Տեսեք, մի քանի օր իրար հետևից բարձրաստիճան պաշտոնյաներն են այցելում Հայաստան, եւ ընդհանրապես տարածաշրջան շատ ջերմ խոսքեր Ադրբեջանի հասցեին հնչեցրեց օրինակ անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Օբրայենը։ Ասում է Ադրբեջանը կարևոր դերակատարություն ունի եւ շատ հետաքրքիր է, որ շեշտեց տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Ադրբեջանի դերի կարևորությունը։ Սա շատ տարօրինակ է, հա, մի պետություն, որը պատերազմ էր սանձազերծել, մի պետություն, որը հայկական Արցախը ցեղասպաներով հայաթափեց ռեստորեն։ Եվ դրան մենք շարունակություն ենք լսում նաև Բլինքենի հայտարարությունը։ Բլինքենն է նույն տրամաբանության մեջ խոսում, ասում է խաղաղության պայմանագիրը շատ կարևոր է, պատմական է, եւ այս ֆոնի վրա դարձյալ կարևորում է Ադրբեջանի խաղաղարար դերը։ Եվ ես ուզում եմ հիմա հասկանալ, թե ինչու են սիրաշահում արևմուտքը, մասնավորապես Միացյալ Նահանգները ինչու է այսպես համառորեն սիրաշահում Ադրբեջանին, հաստատ Ռուսաստանից պոկելու, ինչ ավելի կոնկրետ։ Չէ, դե իրանք հասկանում են, որ իրանց ամենակարևոր ուրեմն գործիքը տարածաշրջանում Թուրքիան է ամենակարևորը։ Եվ Ադրբեջանը այնպիսի կախվածություն ունի Թուրքիայից, որ Ռուսաստանին անցնել, կտրել, անցնել ռուսական ճամբար, դա համարյա անհնար բաներ է։ Ալիևը նույնիսկ չի փորձի այդ ձև ինչ որ քայլեր անի։
շատ լավ հասկանում է, որտեղ է ուսում ստացել իր սպայական կորպուսը։ Որտեղ են իրանք այդ կրթությունը ստացել, որտեղ են իրանք Թուրքիա, հիմնականում Թուրքիա։ Դրա համար երբ որ իրանք ասում են Ադրբեջան, մենք պետք է հասկանանք, որ իրանք ասում են մեծ Թուրքիա։ Մեծ Թուրքիա։ Եվ իրանց համար շատ կարևոր է, որ իրանց համար ընդունելի է եւ կարևոր է, որ թուրքական ուրեմն ամբիցիաները բավարարվեն, ինչու, որովհետեւ դրանք ուշ թե շուտ բախվելու են ռուսական շահերի հետ եւ չինական շահերի հետ, հասնելով մինչեւ Ուйղուրստան։ Եվ Ադրբեջանը հիմա բավական ակտիվ գործողություններ է անում հենց Չինաստանի հետ հարաբերություններում, ռազմավարական դաշնակցության, դե մենք չպետք է BRICS-ին միանալուն, այսինքն որքան արևմուտքը սիրաշահում է, այնքան Ադրբեջանը այն ուղղությամբ է նաև Թուրքիան է խոսում BRICS-ին միանալուն, հա։ Հիմա այդ BRICS-ը ինչ ալնելու, նոր ինչ-որ մի այլ խմբավորում ալնելու, որը դե շատ շուտ ասել, ինչ տեսք է ստանալու նոր համակարգը, հա, որը հինը արդեն չի աշխատում, շուտվան չի աշխատում, նորը դեռ չի ստեղծվել։ Դրա համար բոլոր կողմերը, որոնք ունեն հնարավորություն, փորձում են ամենտեղ ինչ-որ դիրք զբաղեցնեն, հա։ Հիմա ասել, որ երբ որ Էրդողանը ասում է մենք ուզում ենք BRICS-ին անդամագրվենք կամ եւ այլն, դա չի նշանակում, որ ինքը մոռանալու է ինքը բանն է, հա, դաշնակիցն ամենակարևոր։ Չէ, դե իրանք սպասողական էս վիճակն է, որտեղ այդ քայլերը արվում են։ Դրա համար ես հիմա կողմնակից չեմ, որ մենք չափազանցնենք, իրանք ասենք փորձում են Չինաստանի հետ ինչ-որ մի բան անեն, դա նշանակում է, որ վերջ իրանք անցել են հակա ամերիկյան ինչ-որ ճամբար եւ այլն։ Ոչ, ուղղակի դա փորձնական sense ինչ-որ բաներ է, եւ ամենակարևորը Ալիևը կարողանում է այնպիսի կարևոր շահեր բավարարել Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի, որ ինքը թողնում է իր համար հնարավորություն մանևրի համար հնարավորություններ, որ ինքը կարողանա նաեւ Չինաստանի ինչ որ հետ պայմանավորվի, Ռուսաստանի հետ պայմանավորվի եւ ասի, որ դրանք չեն վնասում ամենակարևոր արևմտյան շահերին։ Դա է իր խաղը եւ ինքը փայլուն կատարում է։ Ինքը ավելի մեծ հաջողության է հասել, եթե Խզմալյանի բանով նայենք, հա, որովհետև ոչ ռուսները կան այնտեղ, հա, արդեն հասել այդ նպատակին, ոչ ռուսները կան, բայց թուրքերը կան։ Եվ ստեղ էլ նույնն է լինելու։ Պետք չի մեզ խաբել, այդ ուղղակի բանն է, հասկանում եք, իրանք հասկանում են, որ եթե հայ ժողովրդին այսօր ասեն, որ վաղը դուք լինելու եք Թուրքիայի կամ Թուրքիայի եւ Ադրբեջանի ճնշման տակ եւ չի լինելու այդ իր ասած այդ անկախությունը եւ այլն, այսինքն դու առաջ մի կայսրության ֆորպոստ էիր, հիմա դու ասում ես ես ավելի լավ է այս մի կայսրության կամ թուրքական կայսրության ֆորպոստ լինեմ կամ ինչ-որ մի բան լինեմ, եւ դա թերի է, դա անհետեթություն է, դու ոնց կարաս մեկը մյուսի վրա փոխել, մեծ մասը ինձ թվում է այսօր Հայաստանում հայաստանցի կամ ես չեմ ասում էլ սփյուռքը իհարկե բացասական կընդունեն, եթե բացահայտ ասեն, որ դա։ Դրա համար իրանք ասում են, որ չէ, դա Եվրոպա է։ Մենք գնում ենք Եվրոպա, Թուրքիան, Ադրբեջանն դա կարևոր չի։ Մենք ստեղից տեղափոխվում ենք Սլովակիայի եւ Ավստրիայի հարևանություն։ Այդ Խզմալյանի պատկերացման։ Բացահայտ կեղծիք։ Շատ հետաքրքիր է, որ թուրքական աշխարհի պետությունները հայտնվեցին մի քանի օր առաջ մեր օկուպացված Շուշիում եւ հետաքրքիր էր նաեւ այն հանգամանքը իդեպ այնտեղ նաեւ քննարկվել են Հայաստանի Ադրբեջանի հարաբերությունները եւ խաղաղության պայմանագիրն է կարեւորվել եւ այնտեղ անգամ մեր սահմանադրության հարցն է փոփոխության հարցը այսինքն թուրքական պետությունները նստած միասին մեր մայրաքաղաք մեր բերդաքաղաք Շուշիում որը օկուպացված է ցավոք այժմ քննարկում են մեր ներքին հարցերը պարոն Մարտիրոսյան եկեք հասկանանք հա եւ ընդ որում ինչ է կետերի մեջ ես սա կուզեմ մենք դա չանդրադարձանք որպես նախապայման խաղաղության պայմանագրի Ալիևը դա է առաջ քաշել ասում է խաղաղություն եք ուզում շատ լավ փոխեք ձեր սահմանադրությունը եւ սահմանադրության մեջ ներառեք հետեւյալ կետերը ադրբեջանցիների վերադարձ
կրթական համակարգի ամբողջությամբ կարգավորում, ադրբեջաներեն պետք է խոսեն, ադրբեջաներեն թերթեր, լրատվություն, ամեն ինչ, բուհեր հավանաբար, եւ այդ բոլոր ադրբեջանցիները, ովքեր կգան Հայաստան, ես երևի միլիոն, հա, ինչքան չգիտեմ, իրենք պետք է պաշտպանված լինեն բարեկամ դաշնակից պետության զորքերով, զինվորներով կամ ոստիկանությամբ։ Դե դա էլ հասկանալի է, Թուրքիայի մասին է խոսքը։ Ես երբ սկսում եմ պատկերացնել, ես սարսափում եմ, թե իմ հայրենիքը ինչ կարող է դառնալ դրա հետևանքով, բայց այս իշխանությունը պատրաստվում է դրան գնալ եւ արդեն խոսում է աշնանը հնարավոր հանրաքվեի մասին։ Ես կխնդրեմ դրան անդրադառնալ, հնարավոր է դա կանխել, դա ուղղակի ինչ օրինակ մարդիկ կան, վերլուծաբաններ կան, ասում են Փաշինյանը ուղղակի այս process-ը երկարաձգում է, պատերազմի հնարավոր վտանգը երկարաձգում է, դրա համար մեջտեղ է բերում սահմանադրության փոփոխություն, մեջտեղ է բերում այդ ԵՄ անդամակցում եւ այլն։ Խնդրեմ, ինչ կասենք։ Դե ժամանակ կարող է եւ ինքը շահում է, ես բան չունեմ ասելու։ Բայց շահում է հոգուտ մեծ, թե շահում է ավելի մոտեցնելով պատերազմը։ Չէ, շահում է, որ շարունակի իր ամենակարևոր խնդիրն է իշխանությունը շարունակելն է, որովհետեւ ինքը տեսեք, ես երբ որ ասում եմ օրակարգը փոխում է, եթե ինքը ժողովրդավար լիներ իրոք, ինքը պետք է հասկանար, որ մյուս ընտրությունների ինքը կարող է չընտրվի նաեւ։ Գոնե ենթադրություն, հա, ընդունի այդ ենթադրությունը, որ հնարավոր է, եթե ժողովրդավարություն է, որ մյուս ընտրություններին ես կարողա չընտրվեմ։ Ինքը չունի այդպիսի ենթադրություն։ Ինքը ունի ենթադրություն, որ ԿՊ-ն լինելու է իշխող ուժ մինչև առնվազն 2050 թիվ, երբ իրանք ավարտին կհասցնեն իրանց պատկերացրած այդ ծրագրերը։ Դա է իր պատկերը։ Եվ դու չես կարող համ ժողովրդավար լինես մի կողմից, համ Աթաթուրքի նման ասես ես միջև այս թիվ, միջև իմ մահը ես եմ լինելու, հա, չես կարող տենց բան անես։ Մեկ, երկրորդը, տեսեք, հանրաքվեը հայտարարելու են հանրաքվե, հիմա այնպիսի տպավորություն է, որ Ալիևը մեր սահմանադրական այդ հանձնաժողովի նախագահն է արդեն։ Ինքն է օրակարգը ասում, ինչ պետք է լինի, ինչ պետք է լինի։ Նախ եւ առաջ դարքիր կլինի ոնց է այդ ամենը ձևավորվելու, այսինքն իրանք խոսում են, որ սահմանադրությունը պետք է փոխվի, բայց ընթացքը ոնց պետք է այդ լինի, ոնց ես դու բերում հասցնում ինչ որ մի նոր բան, հա, տեքստ, սահմանադրական տեքստ, հա, պետք է մշակվի, պետք է առաջարկվի, որը պետք է հետո քննարկվի, փոփոխություններ մտցվեն, հետո նոր դու բերես այդ տեքստը եւ հանրաքվեի հարց տաս, արդյոք դուք ընդունում եք այս նոր Կարծում եք բարդ process է եւ դա չեն կարող անել։ Չէ, ես չեմ ասում բարդ process է, ես դեռ չեմ տեսնում ընթացքը, ես չեմ տեսնում իրանք։ Դե մի հանձնաժողով է նստած միասին աշխատում են։ Կա ինչ որ հանձնաժողով, որտեղի անդամներից է օրինակ Դանիել Հովհաննիսյանը։ Ես տեղյակ չեմ, չէ, ես տեղյակ չեմ ինչի վրա են իրանք աշխատում։ Իրանք կարող է նստեն, աշխատեն, բայց դու պետքա միևնույն է ինքը պետքա ինչ-որ մի պահի դուրս բերի, չէ, տեքստը պետքա բնակչությունը տեսնի։ Իրանք չեն կարող Ալիևից պահանջներ, հետո այսպես վտանգավոր կետերը իցուց չդնելով, բայց կսղացնի իսկապես, հա, որ ժողովուրդը չի էլ հասկանա, Մարտիրոսյան, թե այդ ինչ տեքստ դրվեց իր արժե, կարող են, չէ, այդպես անել։ Դե, այստեղ արդեն տեսեք Հայաստանի եթե կա այդպիսի կլաս, ինտելեկտուալ կլաս, այսպես կոչված, իրանք պետք է բարձրաձայնեն այդ հարցերը եւ խոսեն դրա մասին։ Այսինքն ինչ է այդ տեքստի մեջ գրված։ Պետք է քննարկում լինի։ Տողատակերը պիտի հասկանան։ Հա, դե հասկանան։ տողատակերն էլ հասկանան, բնակչությանը, հանրությանը հասցնեն, ասեն սա ինչ է նշանակելու։ Իրական այդ համանդրությունը, երբ որ այդ համանդրության հիման վրա հետո պետք է օրենքներ ընդունվեն, դա ինչ է նշանակելու։ Իրանք կարող ասեն նմանվելու ենք ավելի եվրոպական պետությունների եւ փոքրամասնությունների վերաբերյալ այսպիսի նոր ինչ-որ իրավունքներ եւ այլն ենք ապահովելու մեր սահմանադրությամբ։ Ասեց, մենք պետք է անխոցելի դարձնենք մեր պետությունը։ Սա Փաշինյանի խոսքն է։ Այսպես է հիմնավորում նոր սահմանադրություն բերել։ Ասում է, կետերն այնպեսին պիտի լինեն, որ մեր երկիրը լինի անխոցելի։ Դե այդպես անխոցելի ասելով Արցախը տվեցին։ Անխոցելի դրսի համար, ես չեմ հասկանում անխոցելի։ Որպեսզի մենք խաղաղ հանգիստ ապրենք, մեր պետությունը, ասենք, հաճույքների երկիր լինի, ոչ թե խաչքարերը վզին կախած, հա, այդպես երեխաների մոտ նման հարցություններ։ Դա է որ ինձ եթե ես նույնիսկ չիմանայի իր 6 տարվա այդ ստերը, եթե ես լսեի իր ասածը, դա միանշանակ ինձ համար կնշանակեր, որ ինքը նորից ստում է։ Ինչու՞մն է խնդիրը, տեսեք,
վերադառնանք եվրոպական այդ ազգային պետությունների ստեղծման այդ ընթացքին, հա 19-րդ դար, մի քիչ ավելի շուտ, որոշ երկրների համար, բայց հիմնականում 19-րդ դար։ Ինչ էր ասում մեծն Ջուզեպե Մաձինին, երբ որ իրանք համարյա թե 40 տարի տևեց մինչև իրանք ստացան Իտալիա, Ռոմը, ներառյալ եւ այլն։ Պայքար, հա, որ իրանք պայքարում էին, որ պետք է լինի միասնական Իտալիա։ Ինչ էր ասում։ Ասում էր, որ մենք երբեք չենք կարողանա ունենալ ազգային պետություն, եթե մենք հիմնենք դա միայն բարեկեցության վրա։ Եթե միայն բարեկեցությունն է, երբեք չի լինի մի Իտալիա, մի պետություն, քաղաքական ազգ։ Ինչու՞, որովհետև քաղաքական ազգը պահանջում է, որ դու ունենաս ընդհանուր շահը եւ պատրաստ լինես այդ ընդհանուր շահերի համար ծառայես, զոհաբերես եւ այլն։ Իր ամենամեծ դարքի գործը տենց էլ կոչվում է մարդու պարտականությունները, պարտականություն Աստծո առջև, պարտականություն պետության առջև, պարտականություն ընտանիքիդ առջև, քո առջև եւ այլն եւ այլն։ Եվ այդ մարդը խորը շատ խորը մտքեր էր արտահայտում, որը հետո իրականացվեցին։ Մենք տեսանք, որ Իտալիան կա, ստեղծվեց այդ քաղաքական ազգը։ Ստեղ տեսեք, ինքը խոսում է, որ ինքը ուզում է այդ անի, բայց ինքը ասում է, որ մենք պետքա փորձենք ոչ թե Իտալիան, որը որ ստեղծվում էր 19-րդ դարվա կեսերից, այլ փորձենք նմանվենք այն Իտալիային, որը այսօր կա։ Ոնց որ այդ ճանապարհը չանցնենք, բայց նմանվենք այսօրվա Իտալիային, Հոլանդիային, եւ դուք լավ կապրեք եւ այլն եւ այլն։ Եվ ինչպես ասում է պատմական Հայաստանը, մոռացեք, մենք իրական Հայաստանն ենք, եւ այդ իրական Հայաստանի սահմաններն էլ քանի գնում է շագրը կաշվի պես սեղմում է։ Այո, եւ դրա համար ես ասում եմ, ինքը ոչ թե ազգային պետություն է ուզում ստեղծի, ինքը ուզում է որ ստեղ լինի տարածք, որտեղ ինքը իշխելու է, թե ինչպես կկոչվի այդ տարածքը, ինչ կլինի եւ այլն, դա կարևոր խնդիր չի իրանց համար։ Ես այդպիսի տպավորություն ունեմ, այդ իրանց ասացից, որովհետեւ եթե իրանք իրոք ազգային պետության մասին մտածեին, երբեք առաջնորդը տենց բան չէր ասի, որ մեր նպատակն է, մեր գաղափարախոսությունն է, բարեկեցությունն է։ Հա, լավ է, շատ լավ է, բարեկեցությունը։ Բոլորս էլ ուզում ենք բարեկեցության հասնենք, հա, բայց միայն բարեկեցության չես հասնում նաև ազգային պետությանը։ Իհարկե։ Եվ մենք պետք է այդ հարցը տանք, մեզ ի վերջո պետք է այդ ազգային պետությունը, թե չէ։ Մարդիկ չեն մտածում դրա մասին։ Իրանց թվում է, որ ազգային պետություն դա միայն դրոշն է, եվրոպական դրոշը կամ ռուսական դրոշը կամ որևէ մի այլ երկրի դրոշը բանանելով դա է մեր պետությունը։ Դա պետություն չի։ Դա տարածք է, որտեղ դու ասում ես, որ ես այս տարածքը պետքա եվրոպական հովանավորության տակ լինի, կամ ռուսական հովանավորության տակ լինի, կամ թուրքական հովանավորության տակ լինի։ Գուցե հենց այս իշխանության նպատակը հենց դա է։ Դե ես չգիտեմ, իրանք մի տարածքի, դա կծառայի արևմուտքի, իրանք տեսեք անգամ հնարավորություններ ունեին ապացուցել, որ այդ պատկերացումը սխալ է, բայց իրանք ամեն իրանց մի քայլով գնալով ապացուցում են, որ իրանց միակ նպատակն է իշխանությունը պահել եւ դիմել ինչ-որ դեմագոգիկ ինչ-որ բաներին, հա, որ մեզ նոր սահմանադրություն է պետք, իբրև սա ժողովրդավար չի եղել, հա, ընդունենք, որ ժողովրդավարության տեսակետից թերի է ունեցել ընթացքը ընդունելու, բայց դուք ինքներդ ընդունեցիք այդ սահմանադրությունը։ Եվ դրանով եկավ իշխանության։ Դրանով եկավ իշխանության, շարունակեցիք եւ այլն, իսկ հիմա ասում եք, որ թերի է իշխանությունը։ 6 տարի ունեիք։ Փոխեիք, հենց եկաք փոխեիք։ Չէ, բայց գոնե այն տրամաբանությունը, որ այս պահին թշնամական պետության ղեկավարը պահանջում է, գոնե այդ կամակատարը չլինել, էլի, եթե անգամ իրենք իսկապես ցանկանում են շատ դրական փոփոխություն անել սահմանադրական փոփոխություններով, գոնե Ալիևի հրահանգի կամակատարը չդառնա։ Տեսեք, ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, Գերմանիան պարտված էր, այլ երկրները, հա, ուրեմն որոշում էին ինչ պետք է լինի։ Եվ կային շատ ծայրահեղ ծրագրեր Գերմանիային վերաբերող, հա, Մորգենտաուի ծրագիրը Գերմանիան ընդհանրապես չպետք է լիներ որպես պետություն։ Բայց միևնույնն է, Գերմանիան կարողացավ գերմանացիք եւ Գերմանիան կարողացավ ստեղծել իրենց պատկերացրած երկիրը, իրենց սահմանադրությունը եւ ոչ մեկ չեկավ դրսից ասեց իրենց, որ չէ, ձեր սահմանադրությունը պետք է այսպեսին լինի, ոչ թե այն ինչ որ դուք ունեք հիմա։
Իհարկե ազդեցությունը կար, բայց իրանք կարողացան բանակցել նույնիսկ այդ ծանր վիճակում, կարողացան բանակցել եւ որովհետեւ իրանք մոտ դեր կար եւ մնում է այդ ազգային պատկերացումը, որ իրանք քաղաքական ազգ են։ Իրանք տարածք չեն, իրանք քաղաքական ազգ են։ Եվ Օտտո ֆոն Բիսմարկից սկսած մինչեւ այսօր իրանք ունեն այդ պատկերացումը։ Այնինչ չունի այս իշխանությունը եւ ոտնատակ է տալիս թե արժեքները, դե եկեղեցու դեմ բացահայտ կռիվը ամեն ինչի մասին խոսում է, չէ՞, եկեղեցու մեր ինքնության պաշտպան հիմնական են կառույցներից է, ոչնչացրեց բանակը, մնացել է այդ մեկ անաղարտ կառույցը եւ ամբողջությամբ թիրախավորված է այս իշխանության կողմից։ Այո, ես ավելին ասեմ։ Ամեն ինչ ասում է։ Տեսեք, եթե բարեկեցությունն է ամենակարևոր նպատակը, կա հարյուրավոր երկիր այսօր, որտեղ հայը կարող է ավելի բարեկեցիկ կյանք վարի։ Եթե ինքնությունը կարևոր չի, եթե ինքնության համար չի, նույնիսկ ազգային պետություն պետք չի։ Ի վերջո ազգային պետությունները ստեղծվել են Եվրոպայում, որպեսզի կարողանան պաշտպանեն այդ ինքնությունը։ Այո։ Այդ ինքնության շուրջ, հա, կան պետություններ, որտեղ բազմա, հա, տարբեր էթնիկ խմբեր են ստեղծել եւ այլն, պլուրալիզմ եւ այլն, բայց միևնույնն է, իրանք ստեղծել են դա, որ պաշտպանեն իրանց ինքնությունը։ Շվեյցարիան տարբեր ազգեր են, հա, ֆրանսիացիք, գերմանացիք, իտալացիք, բայց միևնույնն է, այնտեղ կան օրենքներ, որոնք պաշտպանում են այդ ինքնությունը։ Եթե ինքնությունը կարևոր չի, ազգային պետություն էլ քեզ պետք չի։ Իսկ իրանք ասում են, որ քո նպատակն է քո միակ նպատակն է որպես նյութապաշտ միայն բարեկեցությունը եւ եթե միայն բարեկեցությունն է դու ստեղ ինչ ես անում արդյոք սա ամենալավ տեղն է որտեղ դու կարող ես բարեկեցիկ կյանք վարես նույնիսկ իրանք այդպես չեն մտածում ինձ թվում է իրանք մտածում են ոնց իրանք ստեղ իշխանությունը պահեն որ իրանք բարեկեցությունը ուրեմն բանաներ, հա, բարելավի գնալով եւ տեսեք տարածաշրջանում երկրներ են, որոնք անընդհատ զինվում են։ Ես չեմ տեսնում մեր երկիրը ինչ իրավիճակում է անվտանգային տեսանկյունից, այսպես որ նայում ենք, բոլորս նկատում ենք, որ ինչ առավոտվանից երեկո վերջերս սկսել է հաճախակի հեծանիվ քշել։ Այս էլ ինչ տեխնոլոգիա է, չես հասկանում, հա, առավոտ լուսովեր է կենում, ժողովրդին ինչ որ բան է, ուզում է ասի մենք ինքան խաղաղ երկիր ենք, որ մեզ զորքն էլ զենք էլ պետք չի, դե զորքն էլ առանձնապես որոշակի փոփոխություններ է հիմա մտցնել, սահմանում կանգնած է ոչ թե զինվորը, այլ սահմանապահը, չէ, որոշակի փոփոխություններ կան եւ մենք անընդհատ ամեն օր զգում ենք այդ թուլացումը, այսինքն ներսից մենք զգում ենք անվտանգային տեսանկյունից Հայաստանը որ չափազանց թույլ պետություն է։ Իսկ մեր վարչապետը առավոտ լուսով վեր է կենում, այսպես խաղաղ հանգիստ փողոցներով հեծանիվ է քշում, սա այս տեխնոլոգիան ժողովրդի ուղեղի վրա աշխատելու այս տեխնոլոգիան է, հա, ինչ է ուզում ցույց տա, մեզ է ուզում ինչ որ բան ցույց տա, թե աշխարհին, որ Հայաստանը այսպես ժողովրդավարական հանգիստ երկիր է, եկեք տարածք է, մի տարածք է, որտեղ դուք ձեզ լավ կզգաք, հաճույք կզգաք։ Եթե ես ճիշտ եմ հիշում, հեծանիվը սկսվեց առաջի օրերից, հա, երբ որ ինքը 10 փորձեց իշխան, հետո Իրան անվտանգություն երևի ասաց, որ անվտանգության խնդիր կա, մոռացավ դրա մասին, հետո Իրան անդիմությունը հիշացրեց, որ հեծանիվ էլ չի բան, ինքը ասաց, չտեսեք, որ ես նույն հեծանիվը գնացել եմ Դանիայում տեսել եմ, նորից նույն բանն է, տեսեք, մենք նմանվելու ենք Դանիային, որ Դանիայի վարչապետը, որ կամ Հոլանդիայի վարչապետը, որ աշխատանքի վայր գնում է հեծանիվով, եւ մենք էլ այդ ձև պետություն ենք լինելու։ Այդ տեխնոլոգիան նույնն է, իրանք ասում են, որ մենք լինելու ենք եվրոպական նորմալ եվրոպական պետություն, տեսեք, ինչ արդեն նմանվում ենք։ Մեր վարչապետն էլ հեծանիվով է գնում աշխատանքի։ Բայց դա ել եմ ասում, դա լրիվ կեղծ է, որովհետև եթե ինքը հետևեր Դանիայի վարչապետի կամ Հոլանդիայի վարչապետի այն հաշվետվության այն պահանջարկների, ինքը արդեն շուտվանից հրաժարականը տվել էր։ Որտեղ այնտեղ ոչ մեկ չէր հանդուրժի, ուզում է հեծանիվ քշի, ուզում է քայլելով գա, բայց եթե այդպիսի ստեր ասեր, այդպիսի կորուստներ ունենար իրենց երկիրը, մի օր չէին հանդուրժի այդպիսի վարչապետի։ Միանշանակ։ Եթե կարելի է շատ կարճ անդրադառնանք, մեր եթերաժամանակը ավարտվում է, արդեն պարոն Մարտիրոսյան, Իրանում փոփոխություն եղավ, հա, թեժ պայքար ծավալվեց, հարևան երկրի Իրանում նախագահական ընտրություններ եւ ահա խնդրեմ նախագահի պաշտոնը զբաղեցնում է թերքախոս ազգությամբ ադրբեջանցի, եթե չեմ սխալվում, այդպես է ասվում, անձը Փեզեշքյանը եւ ով հաղթեց պահպանողականին եւ սա մի անձ է, որը
ասում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ Իրանը արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորի, սա արևմտամետ դիրքորոշման անձնավորություն է եւ դրան էլ գումարած իր ադրբեջանամետ կամ ադրբեջանական ծագում ունենալը բավական լուրջ իրավիճակ է փոխում, թեպետ այստեղ ասում են կարևոր դերակատարում է Իրանի վերլուծաբաններն ասում են մնում է հոգեվոր առաջնորդին, որովհետեւ այդտեղ այդ խորհուրդն է, որ հստակ որոշումներ է կայացնում։ Հայաստանի հետ կապված վտանգ տեսնում եք, որովհետև Զանգեզուրի միջանցք կոչված այդ հատվածը ամուր ձևով Ռայիսին ասում էր, որ մենք մինչև վերջ պաշտպանելու ենք եւ մեր բոլորի հույսը, ցավոք, քանի որ դադարել ենք մեր սեփական իշխանություններին վստահել, նրանք քաղաքականությունը տանում է բոլորովին ադրբեջանանպաստ շահերի դիրքերից է, մենք ավելի շատ մեր հույսը Ռայիսիի վրա էր կարելի այսպես ասել, Իրանի կարծր քաղաքականության, որ այդ հատվածը նա չէր զիջելու։ Հիմա այս փոփոխությունը ինչի կարող է հանգեցնել մեզ համար։ Դե ես համարում եմ, որ դա սխալ է հույսերը դնել ինչ որ երրորդ ուժի վրա, լինի դա Իրանը, Ռուսաստանը, թե Միացյալ Նահանգները, որ իրանք պետք է գան ապահովեն մեր անվտանգությունը, չնայած որպես ռեգիոնալ էլի եմ ասում ուժ Իրանը իհարկե եթե այդպիսի դիրքորոշում ուներ իրանց քաղաքական եւ կրոնական բանը, հա, դա մեր շահերին նպաստող ուրեմն դիրքորոշում էր, արդյոք դա փոխվելու է թե չէ դեռ շուտ է ասել, մենք չենք լսել եւ ինձ գիտեք այդ որ ինքը ադրբեջանցի է ծագումով եւ այլն դա իհարկե նշանակություն կարող է ունենա, բայց ես չէի չափազանցնի այս բանը։ Ես իրանագետ չեմ, որ ասեմ ինչա դա նշանակելու, բայց ես տեսել եմ իրանց պատմությունից, որ դա երբեք չի նշանակել, որ իրանք պարսկական բանից են հրաժարվելու, հա, իրանց ինքնությունից։ Մենք պետք է տեսնենք ինչա տեղի ունենալու, ոնց է այդ ուրեմն դիրքը փոխվելու է, չի փոխվելու, դա պարս կլինի առաջի հենց այցերից, պաշտոնական հայտարարություններից եւ այլն։ Ինձ թվում է դեռ շուտ է ինչ որ հստակ ինչ որ ասել, որ այո, վերջ ուրեմն Պարսկաստանում էլ չկա բանը եւ վաղը պատերազմը սկսվելու։ Եվ վերադառնալով այդ խնդրին պատերազմին, ես ասեմ, որ այդ պատերազմի վտանգը մանիպուլյատիվ ձևով Փաշինյանը օգտագործում է, որ բնակչությանը վախեցնի, որ այ եթե մենք չանենք այս, այ չգնանք այս զիջումների, այս էլ չանենք պատերազմա լինելու, դա բացի նրանից, որ շատ վտանգավոր դիրք է, դա ինչի մասին է խոսում, բանակցային տեսակետից, դա խոսում է նրա մասին, որ դու բանակցային սեղանին պետք է պատրաստ լինես նոր զիջումներ անել, որովհետև դու ես ազդում մյուս կողմի վրա, դու ես իրանց միջալոց ասում ինչն է հնարավոր, դու իրանց ասում ես, որ հնարավոր է ավելին պահանջել։ Եվ ես հարց եմ տալիս, եթե մեկը լիներ Ադրբեջանի կամ Ալիևի կամ Էրդողանի տեղը, ինչու չպետք է պահանջի ավելին, եթե տեսնում է, որ դա հնարավոր է, դա մյուս կողմը քեզ տալիս է այդպիսի հնարավորություն։ Միջև վերջ պետք է փորձես ճնշես, ստանաս այն ամենը, ինչ կարելի է ստանալ այդ բանակցային լեզվով, հա, այդ բանակցային ոճում։ Եվ սա է ամենամեծ խնդիրը մեզ համար, որ ինքը մյուս կողմին թույլ է տվել այդպիսի պատկերացում ստանալ, թե հայկական կողմը ինչ է։ Էլ չեմ ասում նրա մասին, որ բավականին թույլատրել է ինքը եւ 6 տարում նոր հարվածներ Սփյուռքի հետ թույլատրած է լրիվ բանը մնում ենք մենք որպես երկիր ստեղ առանց այն ուժի, որը որ մենք ունեինք արտաքին քաղաքական բանով, հա, առումով, շատ թույլատրած է այդ դիրքերը, մեր դիրքերը։ Եվ դրա համար ինքը գնում է բանակցում, ասում է դե թույլ ենք, ինչ անենք։ Պետք է զիջենք, որ չզիջենք պատերազմա լինելու։ Երբ որ ինքը ասում է, որ չզիջենք պատերազմա լինելու, այ որ մեր տնտեսական զարգացումն էլ կախված է Ադրբեջանից եւ Թուրքիայից, դրանք ասում են լավ, որ այդպես է, էս էլ արա։ Ես այստեղ էլ պետք է զիջես, ես էլ պետք է անես եւ այլն։ Հիմա տեսեք այդ խաղաղության պայմանագրի հետ կապված նախաստորագրել է ասում է, Ալիևն ասում է եկեք նախաստորագրենք հիմնարար սկզբունքները, դրանից հետո կանցնենք բուն փաստաթղթին։ Այսինքն մենք ակնհայտ նկատում ենք, որ Ալիևը այդ խաղաղության պայմանագիր կոչվածը դրա ստորագրումը անընդհատ հետաձգում է։ Ասեցին այս իշխանությունները, Փաշինյանն ասեց, 1 ամսից հետո պատրաստ ենք ամբողջությամբ ստորագրել։ Ես դեկտեմբերին հիշում եմ, որ պետք է ստորագրած լինի։ Ապրեք, այո, բայց
մենք անընդհատ տեսնում ենք, որ Ալիևը նախապայմաններով ձգձգում է, բայց պարոն Մարտիրոսյան, նպատակը ո՞րն է։ Օրինակ, ոմանք գտնում են, որ Ալիևի կողմից այո, ինչու է ձգձգումը։ Ձգձգումը, որովհետև ինքը էլի բան ունի ստանալ, իհարկե։ Իսկ հիմա եթե համարենք նոյեմբերին Միացյալ Նահանգներում ընտրություններ են, չէ՞, ընտրական գործընթաց է լինելու, լարված իրավիճակ է աշխարհում։ Կարող է ինքը ինչ-որ պահ է որսում պատերազմական գործողություններով ուղղակի ճեղքել, վերցնել ավելին, այն ինչ չի կարող վերցնել այսպես կոչված խաղաղության պայմանագրով։ Ինքը այդ պատերազմի այդ սուրը, որ կախված է, ինքը դա պահելու է միշտ, բայց ինքը դա պահելու է, այլ ասում վերադառնալով կլաուզուեցին։ Ինչի գնան պատերազմի, որը որ թանկ հաճույք է, հա, քաղաքականությունը պատերազմով շարունակել։ Եթե այսօրվա քաղաքականությունը տալիս է ինձ այն, ինչ ես պահանջում եմ։ Եթե չի տալիս, հա, գալու է մի պահ, երբ որ ինքը կարող է պատահի փորձի սրի գնա պատերազմ, բայց մինչև այսօր Փաշինյանը չի տալիս իրան ոչ մի այդպիսի կասկած, որ ինքը անելու է ամեն ինչ, ինչ որ պահանջում է Ալիևը։ Այսինքն կետ առ կետ կատարելու է Տիգրանաշենով, Զանգեզուրի միջանցքով, ամեն ինչով տալու է, պատրաստ է Փաշինյանը։ Ես ինձ թվում է ինքը պատրաստ է տալ, ուղղակի մի խնդիր ունի, երևի չէին պատկերացնում, որ դա այտենց լուրջ կարող է լինի, ներսի այդ անդիմությունը, հա, այդ բանը։ Հիմա գանք անդիմությանը, կա անդիմություն Հայաստանում, այլընտրանք, լուրջ ընդդիմություն, որը կարող է այսպես զսպել Փաշինյանին եւ թույլ չտալ, որ ավելին գնա, ավելի այլ քայլերի, թե գուցե նաեւ դա ինչ որտեղ կբխեր նաեւ Փաշինյանի շահերից, ասենք օրինակ պատերազմ կարող է լինել, ասել դե պարտվեցինք, ինչ անենք, ինչ կատարվեց Արցախի պարագայում։ Տեսեք, շարժումը, սրբազան շարժումը ինչ ցույց տվեց։ Ինչ ցույց տվեց, որ դեր մոբիլիզացիոն հնարավորություններ կա։ Այսինքն, նույնիսկ երբ որ բոլորը ասում էին, ահա, այս վերջի ցույցն էր, երբ որ այդ կամ մարդ եկավ, դրանից հետո էլի ծավալը մեծ էր, հա, ցույցերի։ Այսինքն կա այդ հնարավորություն։ Ինչի՞ց է այդ մոբիլիզացիոն, բողոքից է գալիս այդ մոբիլիզացիոն բանը։ Եվ իրանք չեն կարող միջև վերջ հաշվարկեն, ինչ կլինի, եթե իրանք այսօր նոր տարածքներ տան, հա, չգիտեմ որտեղ է, Գերկունիքում է լինելու, Արարատի մարզում է որտեղ է։ 12 արեցին, մարդկանց ջարդեցին, թևերները ջարդեցին, կալանավորեցին եւ գործը առաջ գնաց։ Էլի կանեն այդպես, մարսեցին, չէ՞։ Հիմա վերադառնալով, տեսեք, ես դրա մասին ասել եմ մի քանի անգամ, խոսել եմ դրա մասին։ Հնարավոր չի լինելու հեռացնել Փաշինյանին իր պաշտոնից իր մեթոդաբանությամբ։ Այսինքն մենք ուզում ենք նույն բանով խաղաղ ինչ որ բաներով, ցույցերով եւ այլն պետքա գնանք գանդիական ինչ որ բաներով հաղթարենք եւ այլն, ինքը կգնա հրաժարական կտա։ Ինքը չի տա հրաժարական։ Միակ ձևը այդ հրաժարականը, եթե ինքը տա, եթե ինքը տեսնի, որ ոչ թե նույնիսկ 200,000 հոգի մարդա դուրս եկել փողոցներ, այլ խոսքի ոչ միայն Երևանում, այլ ամբողջ հանրապետության քաղաքներում եւ այլն, մոբիլիզացիայի թիվը այնքան է, որ այդ իր ոստիկանությունը, այդ իր ուժայինները ի վիճակի չեն լինելու պաշտպանել եւ այլն։ Այդ իրանց ամենամեծ վտանգն է։ Եվ իրանք համոզված չեն, որ այդ բողոքը հնարավոր չի լինի այդպիսի մոբիլիզացիայի բերել։ Հետա որ իրանց հիմա պահումա, որ իրանք ժամանակ են ձգում, ուզում են տեսնեն ոնց անեն, այս շարժմանը բան անեն, վարկաբեկեն, որ նոր թափ լինի ապաթիայի, որ մյուս քայլին գնալուց արդեն մարդիկ ասեն դե հնարավոր չի, տեսակ ինչ եղավ, այն էլ չստացվեց։ Բայց մենք մի բան լսեցինք, հա, ի պաշտպանություն իրեն եւ իր անվտանգության եւ իր թիմին Թուրքիայից եւ Ադրբեջանից հստակ հայտարարություններ հնչեցին, որ պետք է պաշտպանենք Փաշինյանին այն պահին, երբ որ այստեղ բավական շատ մեծ թվով մարդիկ կային հրապարակում։ Մենք այդպիսի հայտարարություններ լսեցինք, զինված ուժերով ասում է գնանք եւ պաշտպանենք Փաշինյանին։ Եվ դա իրենց բավական ողջևորեց։ Դա ինձ համար դա ակնհայտ է, որ իրենց համար Փաշինյանը ավելի քան ընդունելի պարտներ է։ Դու եթե բանակցում ես եւ մյուս կողմը անում է ամեն ինչ, ինչ որ դու պահանջում ես, եւ դու նույնիսկ իրան փորձում ես օգնես, որ ինքը ներսի խնդիրը հաղթարի, որովհետեւ բանակցողը այդպիսի բարդ բանակցություններում բանակցում է նաեւ ներսում։ Մենք հիմա չենք տեսնում բանակցություններ, բայց դա էլ է բանակցություններ, չէ՞։ Դու պետքա համոզես ներսում, որ սա ընդունելի պետքա լինի։ Այդ զիջումները, որ ես անում եմ, ընդունելի։ Ուտեղա, որ ինքը չի հասնում են հաջողությանը, որի վրա հույս էր դրել։
բայց ինքը չի հրաժարվում իր օրակարգից, որովհետև չի էլ կարող հրաժարվի։ Արդեն ինքը ունի այնպիսի պայմանավորություններ դրսի խաղացողների հետ, որ ինքը հենց որ հրաժարվեց, ինքը արդեն կլինի այն մարդը, որին իրանք ասեն դե էլ պետք չի մեզ էս մենք։ Այսինքն պարոն Մարտիրոսյան, որպես բանակցային գործի մասնագետ, այս պահին Նիկոլ Փաշինյանը ցանկություն էլ ունենա, ինչպես ասեցիք, չի եղել աշխարհում նման իրավիճակ։ Բանակցողը արագ դիրքորոշում է փոխում, թե միակ եւ միակ հնարավորությունը ուղակի հեռանալն է։ Ուղղակի դուրս գալ, ասել ես ձախողվեցի կամ ես չկարողացա հաջողել ստեսություն։ Բայց երկու պարագաներում էլ կարծես թե երկու դեպքն էլ չի անի Փաշինյանը, ասես ինչ կարծես։ Ինձ թվում է, որ ինքը իրան համոզել է, որ սա ճիշտ ճանապարհ է, որ սա է ճիշտ ճանապարհը։ Ինքը իրան համոզել է, իր շրջապատը համոզված են, որ իրանք ճիշտ ուղիով են գնում, ճիշտ ճանապարհով են գնում։ Իրանց համոզել են, կամ իրանք են համոզվել, ես հիմա չեմ ուզում այդտեղ խորանալ, բայց իրանք համոզված են, որ իրանք ճիշտ ճանապարհով են տանում, որ սա է ճիշտը, որ պետք է այսպիսի պետություն ստեղծենք, այս քարտեզը, որ ինքը ցույց է տալիս, միշտ այս է լինելու, մեր սրտի ցանկացած պետությունը, մոռանալու ենք Մասիս, մոռանալու ենք ամեն ինչ եւ խզմլյանները գալու են, ասելու են դե հիմա տեսակ, որ մենք Եվրոպա ենք։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան, հետաքրքիր զրույցի համար, տեսնենք գործընթացները ուր կհասնեն, աշտանը կարծես թե ավելի թեժ է լինում, ինչպես ասում են, հիմա կարծես մի փոքր ավելի ամառով պայմանավորված դանդաղ են գործընթացները գնում, բայց սպասենք զարգացումներին։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ստեսին հաջողություն։ Վերհիշեցնեմ, հարցազրույցի տաղավարում, մենքի տաղավարում բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանն էր, լավ եղեք, կհանդիպենք։